Նախ անդրադառնամ այդ հոգևորականներին եւ վարչապետի հետ կնքված հուշագրին, որը շատ կարեւոր էր, սա այն ձեր նախորդ հարցերի պատասխաններից մեկի մեջ պետք է իրականում ներառվեր։ Նման հուշագիր ի պաշտոնե որպես վարչապետ ստորագրելը կրկին բավականին լուրջ ազդակ է միջամտության գործադիր իշխանության կրոնական կազմակերպության գործունեության ներքին գործունեության, հա։ Դրանից բխող արդեն համապատասխան հայտարարությունները, որոշումները եկեղեցու անջատման ուղված այդ թվում նաև, հա, ինչ որ չափով գործողություններ կարող են դիտարկվել եւ կրկին ժողով անցկացնել ինչ որ վայրում կամ չհասկացնել դա աշխարհիկ իշխանությունների կամ մեր որոշելիքը չէ, սա կրկին իրենց ներքին մեխանիզմներով, եթե կարծում են, որ ապօրինի որոշում է կամ ոչ կամ չի համապատասխանում իրենց ներքին կանոնակարգերին եւ այլն, իրենց մեխանիզմներով պետք է նման բողոքարկեին եւ այլն։ Ըստ էության հայտարարություն անելով, որոշելով, որ ճիշտ է թե սխալ է, իրականում արբիտրը մենք չպետք է լինենք, հա, կամ աշխարհիկ իշխանությունները այս դեպքում։ Այլ բան է, որ սա երևի պետք է շեշտեմ, որ մենք մի քանի անգամ 25 թվականի ընթացքում հայտարարություններ ենք տարածել որպես կազմակերպություն գործընկերների հետ, հա, որոնց միացել են տարբեր կազմակերպություններ, ասելով, որ Հայաստանում ըստ էության վերջին ժամանակահատվածում քրեական արդարադատության գործիքները չարաշահվում են կամ նկատվում է քաղաքական նպատակներով դրանց օգտագործումը,